Կյուրոս թագավորը զգաց, որ պետք է կառուցի Աստծո տունը, Եզրած 1:3. Ամեն ով որ ձեզանից նրա ժողովրդիցն է, իր Աստվածն իր հետ լինի, թող վեր գնա Երուսաղեմ, որ Հուդայումն է եւ շինե Իսրայելի Աստծո Եհովայի տունը, նա է Աստված, որ Երուսաղեմումն է, եւ նա ոչ միայն բնակվում է Երուսաղեմում, այլև նրանց սրտում, ովքեր նրան համարում են իրենց Տերը եւ Փրկիչը, եւ մենք պետք է հիշենք սա, որ երբ մենք որոշենք ինչ-որ բան անել, թող Աստված մեզ հետ լինի, որովհետեւ եթե նա չլինի, ոչինչ չի հաջողվի, միթե Հիսուսը դա չասաց, Հովհաննես 15:5, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել, բայց նրա հետ մենք մեծ հրաշքներ կգործենք, այսպիսով կանչեք նրա անունը եւ օրհնվեք։ Աղոթենք. Հայր, շատ մարդիկ կան, ովքեր դեռ անորոշ են, օգնեն կառուցել Աստծո տունը, թե ոչ։ Տեր, դու մեզ այնպիսի մեծ արտոնություն ես տալիս։ Եվ կան մարդիկ, ովքեր միջոցներ ունեն մեծ օգնություն ցուցաբերելու, եւ դու կդիպչես նրանց սրտերին, քանի որ եթե դու դա չանես, մարդիկ չեն ցանկանա օգնել։ Մենք միավորում ենք մարդկանց, ովքեր սիրում են քեզ, Տեր, եւ նրանք ավելի շատ կբարգավաճեն։ Հիսուսի անունով։ Ամեն։